Նիստերին մենք քաղաքացիական պայմանագրին տեսնելու ենք, այսպես Ոչ միայն տեսնելու եք, նաև լսելու եք, նաև հբարդանալու եք։ Մտահոգ ենք առ ժամանակ չենք տեսնում, դրա համար է գործընկերոջից հարցնում։ 15 րոպե չեն թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան։ Երբ կայացած ձեր հաշտությունը, այս պահինքը դրանից Բայց ես գեշտված չեմ եղել, ընդհանրապես Գողովիցը մեկի հետ։ Բարևեցինք, շատ նորմալ։ Չէ, կոնյակ բանով, բանբանյակով չեմ եկել շնորհավորել, բայց իհարկե մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ոնց կարող ենք չբարևել։ Երթնակալությանը ներկա չեք բամբին։ Ոչ։ Հայտարարել ենք դրանից առաջ, երևի դուք ուշացել եք։ Այն ժամանակ հայտարարել ենք։ Ես եմ շնորհակալ ստեյցու ժողովրդի։ Խմբակցության ղեկավարը ըստ էության եւ խմբակցության դիրքորոշումը, կուսակցության դիրքորոշումը դուք եք հայտնել, այսպես ասած, ինչ եք պատրաստվում, հա, տեսեք կան քվեարկություններ, որ ՑՌՄՊ քվեարկեցիք, դեմ քվեարկեցիք։ Տեսեք եղան տեսքեր, օրինակ ես հետևում եմ մեր քաղաքադաշինքը նկատեց, որ դուք իրենց տեխնացուին կողմ եք քվեարկում, հաջորդ ձեր հանձնաժողովի տեղակալին մինչ այդ ՑՌՄՊ-ին, բայց հետո կողմ քվեարկեցին։ Այսինքն ինչ է ստացվում, նայելու են ոնց է քվեարկելու, հա, քաղաքացիական պայմանները։ Ես ուրիշների փոխարեն չեմ կարող ասել ինչի, կարող է նաև անձնական այդ մարդիկ կդել են այն մեկին պիտի ՑՌՄՊ քվեարկեն, այն մյուսի հետ հաշտ են եղել, կողմ են քվեարկել, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Ուրիշ ինչ հարցեր։ Խմբակցության դիրքորոշումը դուք եք հայտնել ըստ էության։ Միանշանակ մենք յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, անցկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն, որոշելու ենք ընդհանուր ամենքս մեր ունեցած միտքը, գաղափարը, մեր կարծիքը հայտնելու ենք, ընդհանուր մեծամասնության կարծիքով ենք առաջնորդվելու ժողովրդավարական ճանապարհով։ Պարոն Մինասյան, այդ 3-4 ամիսների ընթացքում ինչ հասցրեցիք անել, ինչ կարևոր գործեր կարողացաք անել։ Գյումրեցիներին հարցրեք, քաղաքի բնակիչներին հարցրեք, իրենք կասեն։ Պարոն Մինասյան, ինչ նախագիծ կներկայացնեք առաջիկա նիստերին, առաջին նախագիծը որը կլինի քաղաքացիական պայմանագիրը կներկայացնեք։ 1 ժամ չէ, երևի մի կես ժամ առաջ է նիստը վերջացել, հաջորդ նիստի օրը ամսի 20-ին իմացել ենք, կես ժամում չենք հասցնի ներկայացնել։ Որ Ղուկասյան, Վարդանի եւ Մարտին Գրիգորյանի խմբակցությունները չեն համագործակցելու, այսօր տեսանք, որ շանսեր կան համագործակցելու։ Այսինքն սա չի վկայում, որ այդ կանխատեսումները կարող է չիրագործվեն եւ այնուամենայնիվ կառավարման ճգնաժամ չլինի։ Քանի որ ինքներդ ասեցիք կանխատեսումը պարտադիր իրականանալիք չէ, այսինքն կարող է եւ չլինի, բայց քանի որ մարդը ունի միտք, վերլուծության հնարավորություն, նաև կարող է կանխատեսումներ առնել քաղաքական առումով, հիմա է շատ արդիական է քաղաքական չէ կանխատեսումներ կատարելը, ամեն մեկս ունենք մեր պատկերացումը եւ իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտելու։ Իսկ ներքին պայմանավորվածություններ, հանդիպումներ, քննարկումներ ամեն դեպքում եղել են կամ նախատեսվում են, պարոն Մինասյան։ Մյուս քաղաքական ուժերի հետ ավականու կազմում ընդգրկված։ Ոչ, չի եղել, չեմ մտածում, որ կարիք կլինի։